Ինչու են պատմության ընթացքում հզորագույն քաղաքակրթությունները փլուզվել ներսից, մինչդեռ նրանց պարիսպները դեռ կանգուն էին։ Գաղտնիքը թաքնված է մարդկային էվոլյուցիայի ամենանուրբ շերտերում։ Մենք հաճախ տրվում ենք տեսողական խաբկանքին, կարծելով, թե զարգացած պետությունը շքեղ ենթակառուցվածքներն են, շենքերը, կամուրջները կամ ճանապարհները։ Սակայն իրականությունը այլ է։ Ցանկացած պետության հիմքը մարդն է։ Եթե հասարակության աչքի կայում են մտավոր եւ բարոյապես հասուն անհատները, նրանք ոչինչից ստեղծում են արդար ինստիտուտներ։ Հակառակ դեպքում անպատասխանատու հանրույթը քանդում է անգամ իդեալական համակարգերը։ Պետության հզորությունը չի չափվում միայն բանակով, այլ քաղաքացու ներքին կարգապահությամբ։ Կայունությունը սկսվում է այն պահին, երբ մարդը օրենքը հարգում է ոչ թե վախից, այլ խորը գիտակցումից ու համոզմունքից։ Պատմությունը դաժան է։ Բարոյական ճգնաժամ ապրող հասարակությունները, անգամ եթե ֆինանսապես հարուստ են, դատապարտված են քայքայման։ Տնտեսության անտեսանելի շարժիչը վստահությունն է, իսկ վստահությունը ծնվում է բացառապես արժեքներից։ Ուստի ամենառազմավարական ներդրումը ոչ թե բետոնի, այլ մարդու մեջ է։ Հիշեք, բարեկեցիկ երկիրը ինժեներական խնդիր չէ, այն բարդագույն մարդաբանական նախագիծ է։ Կիսվիր այս տեսանյութով նրա հետ, ով գիտակցում է, որ փոփոխությունը սկսվում է իրենից։